Շատ լավ։ Մկրտչյան Սառա, տնտեսագիտության թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ, Երևանի պետական համալսարանի գիտական խմբի ղեկավար։ Նախ շնորհակալություն նման հարթակ ստեղծելու համար եւ մեր հիմնախնդիրները արտահայտելու հնարավորության համար։ Հարգելի գործընկերներ, կձգտեմ լինել շատ կոնկրետ ժամանակի սղության պատճառով։ Իմ հիմնախնդիրը, որը ցանկանում եմ բարձրացնել, դա վերաբերում է արցախցիների բնակապահովման ծրագրին։ Նշեմ, որ հենց հիմնախնդրի լուծման ակունքներում մեր կարծիքով պետք է լիներ այն մոտեցումը, որը ուղղված կլիներ արցախցիներին Հայաստանում բնակություն հաստատելու, արտագաղթ գաղթի բացառման, հայկական բացառիկ Արցախյան գենոֆոնդի պահպանման ապահովմանը։ Եվ այդ պարագայում մեր կարծիքով լավ կլիներ, որ մշակվեր այնպիսի ծրագիր, որը որ Արցախում օրինակ իրագործվել է առանձին քաղաքների, առանձին գյուղերի կառուցումը, որը մի քանի հարց կլուծեր։ Առաջինը նաև Հայաստանի համար, ոչ միայն արտագաղթի բացառման, այլև տնտեսական աճի խթանման համար։ Այսինքն այնպիսի բնակավայրերի կառուցումը, որը թույլ կտար հավաքական, համատեղ ապահովել արցախցիների բնակությունը, պահպանել արցախյան լեզուն, արցախյան բարբառը, արցախյան մշակույթը, արցախյան առանձնահատկությունները, թող բարձր չհնչի, ինչու նաև արցախյան բացառիկ գենոֆոնդը եւ չցրվեին աշխարհով մեկ։ Սակայն չգիտեմ ինչ պատճառներով չընտրվեց այս հավաքական բնակավայրերի կառուցման ճանապարհը, ուղին, ռազմավարությունը եւ ընտրվեց այնպիսի ուղի, որը որ Հայաստանով մեկ կարող է ցրել արցախցիներին, այնինչ այդ պարագայում, երբ որ ընտրվեր հավաքական բնակավայրերի կառուցման ռազմավարությունը, հնարավոր կլիներ թվարկված խնդիրները լուծել, այսինքն ինչու նաև հետ վերադարձի խնդրի տեր լինեն, երբ որ միասնական են, միասնական խնդիրները արտահայտելու, համակարգելու, լուծելու ավելի շատ մեծ հնարավորություններ կան, քան եթե երկրով մեկ ցրված լինեին։ Եվ ընտրվել է, ունենք այն այս պահին ունենք արցախցիների բնակապահովման այլ ծրագիր, որը որ իր իրացման արդեն ակունքներում ակնհայտորեն ցույց տվեց նրա ոչ էֆեկտիվ լինելը։ Այն փաստազուտ տնտեսագիտական թվեր, որ ավելի քան 25,000 ընտանիք էր հաշվառվում ու 100, ես չեմ նշում, որ 100,000 արցախցի է վերաբնակեցվել, 150,000, ինչու միայն վերջին պատերազմը, այդ ամբողջ ընթացքում 150,000 արցախցի է տեղափոխվել Հայաստան եւ այս ծրագրի արցախցիների բնակապահովման գործող ծրագրի շրջանակներում ստացել է 25,000 ընտանիքներից միայն 10%-ը, նույնիսկ 2,000 ընտանիքից ավելին եւ նույնիսկ իրենք բոլորը չեն իրացրել իրենց սերտիֆիկատները։ Այն փաստը, որ այս թիվը շատ ցածր է, ցույց է տալիս ծրագրի անարդյունավետության մասին։ Չանդրադառնալով բոլոր հիմնախնդիրներին, կասեմ, որ դրանք իր հիմքուն ունեն եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ինչու՞ չէ, նաեւ հոգեբանական։ Օրինակ այնպիսի թեմա, որ ինչու՞ չեն բոլորը քաղաքացիություն ստանում, ես զրուցել եմ բազմաթիվ արցախցիների հետ, նրանք ցանկանում են նույնիսկ այդ վերջին նշխար ասեն, ինչ ասեն, որ արցախյան գրանցում ունեն իրենց անձնագրում, 070 կոդով են ստացել, ինչ որ ձեւով կապում է դա, նույնիսկ այդ հոգեբանական, մնացած բոլոր խնդիրների մասին երևի բոլորդ քաջատեղյակ եք։ Եվ այս առումով ամենացավոտ ուրեմն խավերից մեկը բնակապահովման ծրագրի, որը որ երևի ոչ մեկը դեռ չի իրացրել, դա խոցելի խմբերի բնակապահովման խնդիրներն են։ Խոսքը վերաբերում է 1-2 հոգանոց ընտանիքներին։ Չգիտեմ ինչու մեր կառավարությունը անընդհատ մոդել է որպես ներկայացնում 4-ից 5 հոգանոց ընտանիքներին նրանց տրամադրվելիք 3-ից 5 միլիոն բնակապահովման ծրագրով միջոցների մոդելը։ Չէ որ բոլոր արցախցիները չեն, որ ունեն 4-5 անդամներով ընտանիք, կան նմիստվար զանգված, որը որ նույնիսկ խոցելի ոչ միայն այն առումով, որ իրենք դեռ միայնակ են, կան մայրեր, ովքեր կորցրել են իրենց որդիներին,
եւ մի քանի որդի ունենալով այսօր միայնակ է մնացել եւ այն ծրագրերը որ ծերանոցներ կառուցեն եւ այլն հայկական մշակույթին այդքան էլ հարիր չէ ունենաս մի քանի որդի պարգևես քո հայրենիքի ազատագրմանը եւ վերջում միայնակ մնաս ես կարծում եմ որ շատ հարցեր կան որոնք եւ հոգեբանորեն բացի տնտեսական հարցերից եւ չեն նպաստում այս ծրագրի իրականացմանը ցանկալի չափերով, ցանկալի մասշտաբներով։ Այս առումով ես կոնկրետ առաջարկություններ ունեմ եւ մի քանի մասնավոր ընկերությունների հետ հարցումներ եմ անցկացրել, ինչու, որպեսզի կարողանան այս խոցելի խմբեր, ովքեր 1-2 հոգանոց ընտանիքներն են։ Պարզ է, որ տնտեսական գործոնը, եթե հաշվի առնենք, Հայաստանում համարյա չեն գտնվի բնակավայրեր, որտեղ 3 միլիոնանոց արժանի պայմաններով կացավայր բնակելի շինություն կարող եք ձեռք բերել, բնականաբար չկան այդպիսինը։ Եվ այս առումով կառավարությանը օրինակ այդ առաջարկությունների թվով, որպեսզի խոցելի խմբերին սոցիալական բնակարաններ հատկացնեն։ Այդ ծրագիրը առաջարկված էր այս փոփոխությունները երբ որ եղան բնակապահովման ծրագրի, սակայն չգիտեմ ինչ պատճառներով դա չընդունվեց։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Փաստորեն պետք է գտնենք, ես ավելի ռեալ եմ նայում նրան, օրենքի շրջանակներում խնդրի լուծման տարբերակներ։ Այդ տարբերակներից մեկը մատչելի բնակարանների ձեռքբերումն է, խոցելի ընտանիքների 1-2 հոգանոց հաշմանդամների նրանց համար։ Էկո բնակարանների ձեռքբերումը, որոնք ավելի ցածր գին ունեն եւ մատչելի են, ընդունված չէ բնակապահովման ծրագրում, ուղղակիորեն գրված չէ, բայց իրացման գործընթացում մեխանիզմը ցույց է տալիս, որ բանկերը չեն ֆինանսավորում նման բնակարանները, բայց Հայաստանում գոյություն ունեն ընկերություններ, ովքեր որ պատրաստ են նաեւ հիմքով այդպիսի մատչելի բնակարաններ կառուցել, եւ նրանք նույնիսկ արցախցիների համար սահմանել են զեղչեր։ Օրինակ, երբ որ վերջին պատերազմում եւ վերջին այդ արցախցիների գերաբնակեցումից հետո հայ-ամերիկյան ընկերություն կա, որ օրինակ տեղադրել էր, որ 3.9 միլիոնանոց բնակարաններ կկառուցի, բայց հողի խնդիր կա, այսինքն եթե համայնքները իրենց պատկանելիության հողային ֆոնդից հատկացնեն, նրանք պատրաստ էին այդ մատչելի գնով բնակարանները կառուցել։ Կարծում եմ, որ այս խմբի համար, եթե մնացած խմբերի համար ինչ որ ձևով լուծելի է, նույնիսկ ասենք ավելցուկ կարող է մնալ, որը կարող է ուղղել հողի ձեռքբերման, կահույքի ձեռքբերման, ապա խոցելի խմբերի, կրկնում եմ մի քանի անգամ, որովհետև ռեալ չէ Հայաստանի Հանրապետության ներկա պայմաններում 3-ից 5 միլիոնանոց այդ առաջարկությամբ, այդ ֆինանսական ուրեմն պետության կողմից ապահովման պարագայում բնակարաններ ձեռք բերել։ Այս առումով նաև մեկ չեմ կարծում թե դա քաղաքական է, ինչ է տեղի ունենում, եթե նույնիսկ կան գյուղերում մատչելի բնակավայրեր ձեռք են բերում, փաստորեն դառնում է այնպես, որ ձեռք են բերում արդեն գյուղում ապրող ինչ որ հայաստանյան գյուղացու ուրեմն սեփականությունը, ով որ այդ ստացած գումարը լավագույն դեպքում կարող է գալ եւ քաղաքներում բնակեցվել, ոչ թե կառուցել, եթե կառուցել հնարավոր լիներ, այդ գումարով կկառուցեին գյուղում։ Կամ էլ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Վիճակագրությունը ոչ պաշտոնական ցույց է տալիս, որ այդ վաճառվող բնակարանների սեփականատերերի մի մասը արտագաղթում են Հայաստանից։ Այսինքն ստացվում է, որ մեր ոչ ճիշտ ռազմավարության արդյունքում մենք կորցնում ենք մեր որակյալ աշխատուժը, ինչպես նշեցին մեր գործընկերները, սովորաբար արևմտյան երկրներ արտագաղթում են հենց որակյալ կապիտալ իրենցից ներկայացնող աշխատուժը, իսկ վատագույն դեպքում, ասենք Ռուսաստան եւ այլն, սա էլ է հիմնախնդիր, որը առաջանում է դրա արդյունքում։ Այնինչ կարելի էր եւ տնտեսական աճ ապահովել, կարելի էր եւ այդ արտագաղթը բացառել, կարելի էր նաեւ մեր, որ ինձ համար օրինակ շատ կարեւոր է արցախյան արմատներով մարդու համար, այդ գենոֆոնդի պահպանումը։ Երբ որ ես արցախցիների հետ հանդիպում եմ, միայն խոսում եմ արցախյան լեզվով, բայց մի քանի սերունդ հետո, ինչպես արևմտյան Հայաստանի պարագայում է, դա կմոռացվի։ Եվ այս առումով մենք կոնկրետ վերջացնեմ առաջարկություն, որպեսզի վերանայվի ծրագիրը եւ այն գումարները,
որոնք որ փոշիացվում են բնակ վարձի վրա եւ այլն, ներդրվել կոնկրետ որոշում կայացնողներին։ Մենք կարող ենք չէ որոշում կայացնել առաջարկության տեսքով ներկայացնել սոցիալ-նախարարությանը, կառավարությանը։ Առաջարկ կարող ենք։ Տեսեք, ես կրկին անգամ գալիս եմ այն եզրակացությանը, որ այո, այն խնդիրները, որոնք մասնավորապես դուք բարձրաձայնեցիք, իրենք ռազմավարական առումով կարևոր բառը նույնիսկ չի արտացոլում այն, ինչ մենք նկատի ունենք, Եվ այո, ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որոնք ասեցին շատ կարևոր մինից, որ այո, դժբախտությունը արհավիրքը բերեց Հայաստանի Հանրապետության մեխանիկական, բնակչության մեխանիկական աճի եւ այդ աճին նվազագույնը պետք է պահպանվի, բարօրությունը Հայաստանի Հանրապետության։ Եվ սա շատ կարևոր է, ներողություն, որ ընդհատեցին են պարզապես տայմինգ։ Պարոն Աբովյան, եթե թույլ տաք իհարկե ես ներողություն եմ խնդրում հաջորդ խոսողին, ես ուղղակի ավելացնեմ նույն հարցի